18 թվականին այս մարդը արեց հեղափոխություն, սիրուն խոսքեր ասեց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում մենակ իրանք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չիջավ։ Հեղափոխության արդյունքում մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել։ Բայց մեր ժողովրդի նշանակալի մասը 650,000 մարդ հացի խնդիր ունի։ Ես չեմ ասում, իրենք են ասում, իրենց տվյալով։ Հայաստանում 1 միլիոն մարդ, եթե շորը ճղվի, նոր շոր չի կարող առնել։ Հայաստան դաշինքի մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հանդիսանում է քաղաքական հայտ ներկայացրած միակ անձը, ով գործնականում համոզված ենք, կարող է եւ ցանկանում է կյանքի կոչել իր որդեգրած ազգանվեր նպատակները։ Եվ եթե այսօր մենք ոչ չասենք այս իշխանություններին, այդ 300,000 ադրբեջանցիները հայտնվելու են մեր բնակավայրերում։ Մենք արդեն մի քանի անգամ տեղահանվել ենք եւ պետք է այլևս թույլ չտանք կրկնակի տեղահանումներ։ Հունիսի 7-ին պետք է գնաք ու քվեարկեք ոչ թե թույլ անթասիբ իշխանության, թույլ բանակցող ու թույլ ղեկավարի օգտին, այլ ուժեղ Հայաստան կերտող ուժեղ ուժի օգտին, ուժեղ Հայաստան համար 3։ Իսկ Հայաստանի իշխանությունը պետք է վերադառնա Հայաստանի ժողովրդին, որի միասնական կամքն է տեսնել նոր վարչապետ, որի անունն է Սամվել Կարապետյան։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է ազգային վերածննդի հիմնադրամ, ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Յուրաքանչյուր 4-րդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքները ստանալու են 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար բնակարան։ Մեր խոստումը երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը երաշխավորում է թե 300,000 աշխատատեղը, թե որ ծայրահեղ աղքատություն Հայաստանում չի լինելու, այո։